Սիրելիներս ողջույն, ինչպես եք թանկագիրներս, ձու ենք ներկելու այսօր։ Սովորաբար ես Զատիկի համար ձու միայն ներկում եմ սոխի կեղևներով, հավաքում եմ մեկ ամիսուց սկսում եմ արդեն հավաքել, սառնարանում պահում եմ սիրուն տոպրակի մեջ ու էփում եմ, որովհետև նախ առաջինը շատ համեղ է, բնական է, ոչ մի քիմիական նյութ չենք օգտագործում մի խոսքով, բայց այսօր որոշել եմ տեսանյութ նկարելու համար, հատուկ երեխաների համար մի հետաքրքիր ձև եմ ուզում առաջարկել։ Դուք եք կդիտեք, ես գույներ եմ պատրաստել, այնպիսի գույներ եմ վերցրել, որ լինեն լրիվ բնական։ Այստեղ Իտալիայում խանութներ կան, որ հատուկ միայն վաճառվում են բնական սնունդ, այսինքն քիմիական ոչինչ չպարունակող, հատուկ ալերգիաներ ունեցող, հատուկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, հենց այդ ներկերը այդ խանութից եմ ձեռք բերել, գոնե որպեսզի քիմիական ոչինչ չունենա։ Ճիշտ է, ես շատ ավանդապաշտ եմ, որպես մարդ, սիրում եմ ամեն ինչ ավանդույթներով անել, բայց մեկ-մեկ այսպես երեխաների համար կարելի է նաև գույներ օգտագործել։ Մեզ ինչ է անհրաժեշտ լինելու։ Նախ առաջինը պետք է ձուն էփենք։ Այստեղ Իտալիայում սպիտակ ձու գտնելը շատ մեծ, չգիտեմ, ջանք է։ Պետք բոլոր խանութներում վաճառվում է միայն մուգ գույնի ձու։ Չգիտեմ ինչու սպիտակ ձու դժվար է լինում։ Ձուն լվացել եմ, մի քիչ պետք է լվանակ ամեն դեպքում, որովհետև չգիտեք ինչ քիմիական նյութեր է օգտագործվում։ Հիմա սովորական էփելու ենք ձուն։ Էփեք մոտավորապես 20 րոպե։ Երկար էփեք, Զատիկի ձու է, երկար էփեք, որպեսզի եւ համեղ լինի եւ անվնաս լինի։ Ես սովորական սառնարանից դուրս եմ բերել 2 ժամ շուտ, որպեսզի սենյակային ջերմաստիճանի լինի, ծորակի ջուրն էլ կլցնեմ, մի քիչ աղենք կանելու, հիմա ցույց կտամ ու անցնենք առաջ։ Սիրելիներ, ձուն դնում ենք կրակին, 1 ճաշի գթալի չափով աղ եմ լցնում և քացախ եմ լցնում 2 ճաշի գթալի չափով։ Թողնում ենք, որպեսզի եփի 20 րոպե։ 20 րոպեն անցել է, ձուն ջրից դուրս ենք բերում, շատ կարևոր է, որպեսզի չորացնեք, որ թաց չմնա սիրելիներս, որովհետև հիմա պետք է խոհանոցի այս անձեռոցիկներով, թղթերով փակենք, ծածկենք, որպեսզի չխոնավանա, լավ վիճակում մնա, արագ չորացնում, շատ տաք վիճակում է ու սկսում ենք ձուն ներկել։ Թուղթը վերցնում եք, անձեռոցիկի մասին է խոսքը, ձուն փաթաթում ենք այս ձևով, էլաստիկ ռեզին ենք վերցնում այսպես ու ծածկում ենք։ Մի հատ ցույց տամ։ Այսպես։ Ես վերջացրեցի, ձուն սիրուն ծածկել եմ։ Հիմա գույները արդեն տեսել եք, տարբեր գույներ եմ ընտրել, յուրաքանչյուրին մի փոքրիկ քացախ եմ ավելացնում, շատ քիչ այսպես։ Ու հետո ջուր եմ ավելացնելու։ Գույների հետ զգուշ աշխատեք, ձեռնոց օգտագործեք։ Ու մի քիչ այսպես ջուր։ Ու հետո կխառնենք։ Այ հիմա այսպես յուրաքանչյուրին մի փոքրիկ իր գույներից տարբեր ձևերով, որտեղ ուզում եք, ոնց ուզում եք, այսպես գույներ ենք անելու։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվելու։ Դեռ տաք է ձունից, զգում եք, չէ՞ արդեն։
Վերջ, սա կողք ենք դնում։ Կարելի է օրինակ մի հատը 3 գույնով անել, բոլոր գույները չօգտագործել։ Օրինակ ես հիմա այս մեկը այդպես եմ անելու։ Տարբեր գույներով ենք անում, որպեսզի հետաքրքիր լինի։ Վերջ, սա էլ էսպես։ Ես դեռ ներկում եմ, հետաքրքիր աշխատանք է, եթե երեխաների համար եք անելու բնականաբար, երեխաների հետ ներկեք այս գործողությունը, իրենց համար լավ աշխատանք է։ Վերջ, ես վերջացրեցի, մոտավորապես 10-15 րոպե սպասում ենք, որպեսզի թուղթը մի թեթև չորանա, հետո նոր արդեն կբացենք, սիրելիներս։ Ինքը որ տեսնում եք, բավականին թաց է դեռ, ճիշտ է, շատ չորանալուց էլ հնարավոր է մի քիչ դժվար փոկվի, բայց ոչինչ, սպասում ենք ու հետո անցնում ենք։ Վերջ, թղթերը կողք ենք դնում, այնինչ ստացվել է տեղափոխում եմ ափսերի մեջ, այսպես, կարող եք ձեթով մի փոքրիկ փայլեցնել, բայց դա հետո, երբ որ արդեն ներկերը լավ չոր լինեն ու գույները լավ արդեն իրենց տեղում լինեն, տեսեք ինչ հետաքրքիր գույներ ենք ստացել, սիրելիներս, շատ հետաքրքիր, մանկական, բայց շատ գեղեցիկ գույներ ենք ստացել, այ այսպեսին պետք է լինի։ Տեսեք, ինչ հետաքրքիր գեղեցիկ խառը մանկական գեղեցիկ ձուս ստացանք, սիրելիներս, ներկեք եւ բարի զատիկ նշեք, թող Աստծո հարությունը օրհնված լինի բոլորիս ընտանիքներում, սիրելիներս, պատրաստեք ու մեծ սիրով նշեք, մեծ հոգով ու սրտով նշեք Սուրբ Զատիկը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ տեսանյութին, սիրելիներս, բարի զատիկ բոլորիս։